ստատիկ պատկերն է գլխահատվածի, որտեղ նկարագրված են փուլերը, ինչպես գիտեք լինելու են երկու մեծ փուլով, բայց առաջի փուլը իր հերթին բաժանվելու է փուլ 1.1-ի եւ 1.2-ի։ Առաջի փուլով պետք է կենտրոնանանք տարածքի արևելյան հատվածի վրա։ Ունենք նաև պատմության ժառանգության օբյեկտներ, այս գծերով կարող եք տեսնել եւ գծերով։ Սա իրենց ներկայացնում է բնակատեղի, իսկ այս մյուսները դամբարադաշտեր են։ Սրանք հայտնաբերվել են դեռ սովետական տարիներին, բայց պեղումներ չեն իրականացվել։ Այդ իսկ պատճառով հիմա են այդ պեղումները իրականացվում, որպեսզի պարզ դառնա, թե ինչի հետ գործ ունենք։ Մաքրման աշխատանքները եւս բաժանել են փուլերի, առաջի փուլով կարմիրով նշված հատվածն ենք մաքրում եւ արդեն աշխատանքները իրականացում են։ Այստեղ եւս պատկերված է գլխահատվածը եւ ինչպես տեսնեք կան լանդշաֆտի տեսանկյունից տարբեր ֆունկցիոնալ հատվածներ։ Ունենք կլաստերային բակեր, ունենք մշակութային բակ, ունենք սպորտային բակ։ Հաջորդ սլայդում կարող եք տեսնել տեսակները, թե ինչպիսի լանդշաֆտային տեսակներ ենք ունենալու, օրինակ ունենալու ենք քարքարոտ հատված, ունենալու ենք քիչ խնանք պահանջող լանդշաֆտի տարածք, այսինքն այդպիսի բազմազանություններ ենք ապահովելու։ Ասում է տարածքի արկա մաքրման ենթակա օբյեկտների կեսը, դրանք չտարբերակված են։ Թվում է շինարական աղբեր, բայց իրականում այնտեղ կան նաև կենցաղային կոպակներ եւ այլն, այսինքն ռեկուլտիվացման ենթակա չեն, բայց պարզապես այդ տարածքները պետք է մաքրել։ Այնուամենայնիվ ինչն է, որ պարտադիր պետք է տեղափոխվի, ինչն է, որ կարող ենք տեղում որևէ բանի համար օգտագործել։ Հողաթմբերը եւ քարաբույտերը նույնն են։ Այնտեղ անպայման պետք է առանձնացվի չտարբերակված շինախտը, որը գործնականում այդ առանձնացված աղբ կոչված 50%-ն այսինքն չտարբերակված շինախ պետք է այդտեղից մաքրվի։ Անվադողերը, մետաղի ջարդումները դրանք պետք է մաքրվեն։ Այս տարածքից պետք է տանենք ուրիշ տարածք, իսկ գիտենք որ պետք է տանենք։ Վայմանակի մասը աշտարակի։ Այս վայմանը մենք փուլ 1-ը մոտ 10,000 խորանարդ մետր աղբի մասին է խոսքը, որը 207 հեկտար տարածք կազմում, այսինքն այդ տարածքով ծնված է։ Այդ ծավալի աղբը հիմա տեղափոխում ենք, այդ ծավալի աղբ մոտակա աղբավայրը, որը աշտարակում է, այդ ծավալի աղբի վիճակի է ընդունել, այսինքն օրինական մոտ 500 խորանարդ մետր կարողանում ենք ընդունել։ Պետք է հասկանալ, որ դա մի գործողությունով չի լինելու կանգնացնել, պետք է աշխատել, շարունակական աշխատել։ Այս ժամանակաշրջանի հնավայր փաստորեն ոչ թե ժամանակը իմաստով, այլ որ ճարտարապետությունը։ Այսինքն նախակերամիկական նեոլիթի առաջի հնավայրն է, որ մենք այստեղ բացահայտել ենք։ Շատ լավ։ Սա կազմական քաղաքի առաջին մեծ հատվածը։ Այս է քաղաքը դա։ Դա չի, ծննդակի մասը։ Եվ սնունդ որը ցույց է տալիս մարդը այստեղ պատասխան։ Այո, տաշել է գուցե։ Այսինքն այդ բաները առաջին շերտից է գտնվել։ Չէ, հիմնական բաները գտնվել է երկրորդ շերտից։ Հաջողություն։ Հաջողություն։